ծանր էր լսել Ռուբեն Վարդանի ուղերձը այս 1.5 տարի անց ու կարծում եմ յուրաքանչյուր քաղաքացի այնինչ Ռուբեն Վարդանը փոխանցեց լսելու եւ սովորելու մեծ բան կա, որովհետեւ պարոն Վարդանի ուղերձում մի քանի շատ կարևոր շեշտադրումներ կար, մասնավորապես գտնվելով Բաքվի բանտում կոչ է անում չհուսալքվել, որովհետև դա համարում է ամենածանր մեղքը մարդու համար, որովհետև ցանկացած պարագայում պետք է պայքարել եւ կարծում եմ, որ լսելով Ռուբեն Վարդանի պայքարի կոչը Բաքվի բանտից մեր հասարակությունը կարթնանա այն իրավիճակից ինչ որ կա եւ համոզված է պարոն Վարդանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև միայն պայքարի ճանապարհով ենք հնարավորություն ունենալու հաղթահարել այս մարտահրավերները։ Իշխանությունների հետ ասածներին անդրադառնալու իմաստ չկա, հուսով եմ իշխանություններն մի քանի անգամ կլսան Ռուբեն Վարդանի ուղերձով ու ինձ հասարակության ճնշող մեծամասնության համար թե ով է Ռուբեն Վարդանը պարզ է, այնպես չէ, որ այս ուղերձով պետք է ճանաչենք, բայց մի շարք ստահակներ հուսով եմ այս ուղերձից հետո կվերաիմաստավորեն իրենց մտքերը, իրենց գաղափարները, թե ինչ մեղադրանքներ ու ինչ վարքագիծ էին դրսևորում պարոն Վարդանյանի նկատմամբ։ Նույնիսկ Բաքվի բանտում գտնվելով Ռուբեն Վարդանի ուժը պատրաստակամությունը պայքարելու հայրենիքի մեր ժողովրդի համար շատ կարևոր է ու հասարակության մոտ վստահ եմ այսուհետ հայրենիքի նկատմամբ նվիրումը եւ սերը բացի խոսքերից նաեւ գործողության կողմի։ Պարոն Վարդանյանը փաստացի չի դադարեցնում հացադուլը եւ նշում է, որ ինքը պայքարելու է եւ այնտեղից պայքարելու կոչ է անում։ Կա ինչ որ բան, որ պլանավորում եք անել, հացադուլը շարունակվելու է, ինչ որոշում կա։ Դե պարոն Վարդանը նաեւ նշել է, որ ուժեղ է, տոկուն է, որում մենք չենք կասկածել ու իր որոշումը ոչ թե ինչ որ իրավիճակի հետ է, այլ սա բողոք է նաեւ ուղղված բողոքի ձայնը ուղղված միջազգային հանրությանը, բողոքի ձայնը նաեւ այս իրավիճակից դուրս գա հասարակությունը։ Վստահ եմ, որ պարոն Վարդանյանը ինչպես իր բոլոր որոշումներում հիմնավոր գիտակից հիմքեր է դնում, հացադուլից դուրս գալու որոշումներ կկայացնի, որովհետև ինչպես իր ուղերձում ասեց, մեջ այդ էլ մենք չենք կասկածել, որ առաջներթին ինքն է գիտակցում, որ իր առողջությունը եւ կյանքը պետք է հայրենիքին, հետեւաբար հուսով եմ առաջիկա օրերին հացադուլը դադարեցնելով սրանով նաեւ կստիպի իր փոխարեն, որ Հայաստանում շարունակվի պայքարը այս ամենի համար։ Պարոն Առաքելյան, Հայաստանում շարունակելու մասին խոսեցիք պայքարը, բայց Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կողմից ազդակները ինչպիսին են կամ ձեզ հետ փորձել են կապվել, կան մարդիկ, ովքեր նշում են, որ պետք է միավորվել նաև դրսում միջազգային հանրությանը կոչ անելով, միջազգային դեսպանատների մոտ ակցիաներ անելով, պահանջելով, որ ուշադրություն դարձնեն մեր գերիներին։ Իհարկե կարևոր է նաև Սփյուռքի ռեսուրսը օգտագործել եւ յուրաքանչյուր ոք, յուրաքանչյուր խումբ իր հնարավորության ու գաղափարների շրջանակներում միշտ ազատ է, այսինքն սա ինչ-որ 1-2 հոգու կազմակերպման առաջնորդության խնդիր չէ, Երևանում էլ բազմաթիվ խմբեր իրենց ակցիաներն են կազմակերպում, այս ամենը նվիրում է հայրենիքին, որովհետեւ գերիների վերադարձը ոչ թե այդ անձերի վերադարձը եւ այդ անձերի հետ կապ ունեցող մարդիկ պետք է զբաղվեն, առաջներթին դա մեր արժանապատվության հարցն է, որ Բաքվի բանտում հայ չպետք է լինի, հետեւաբար ես էլ հերթական անգամ կոչ եմ անում յուրաքանչյուր խումբ կլինի Հայաստանում, կլինի Սփյուռքում, ցույց տա, որ մեր ժողովուրդը պատասխանատու է մեր հայրենակիցների համար եւ պայքարելու է, որպեսզի այս մղձավանջից դուրս գանք։